Թայլանդը հարավ-արևելյան Ասիայի գանձերից է, իր յուրահատուկ մշակույթով, արևադարձային բնությամբ եւ իհարկե արտասովոր էներգետիկայով։ Թայլանդը սահմանակից է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Կամբոջան, Լաոսը, Մյանման եւ Մալազիան, իսկ մայրաքաղաքը Բանգկոկն է։ Դե ինչ Go Travel-ի հաղորդում առանց հետաքրքիր փաստերի գնացինք առաջի հետաքրքիր փաստը, որ Թայլանդը աշխարհի միակ երկիրն է, որը 9 տարվա մեջ 3 անգամ փոխել է իր անունը։ Առաջինը 1939 թվականին նա Սիամից վերածվեց Թայլանդի։ Այնուհետև 1945 թվականին Թայլանդից վերածվեց Սիամի եւ միայն 1949 թվականին նորից վերականգնվեց Թայլանդ։ Երկրորդ հետաքրքիր փաստը, որ Թայլանդը երբևէ որևիցե երկրի գաղութ չի եղել, այն միշտ ապրել է ազատ եւ անկախ, նույնիսկ Թայլանդը թարգմանաբար նշանակում է ազատների երկիր։ Երրորդ հետաքրքիր փաստը, որ Թայլանդը նշանավորվում է կորած ցեղատեսակի կատուներով։ Այս կատուները համարվում էին հաջողության եւ բարեկեցության խորհրդանիշեր, իսկ թագավորները նվիրում էին նշանակավոր մարդկանց որպես բախտաբեր նվեր։ Չորրորդը, Թայլանդը միակ երկիրն է հարավ-արևելյան Ասիայում, որտեղ քրիստոնեությունը ընդունված եւ պաշտպանված է օրենքով։ Հաջորդ հետաքրքիր փաստը կապված է Ամանորի հետ։ Թայլանդացիները Ամանորը նշում են 3 անգամ։ Առաջինը ըստ եվրոպական օրացույցի հունվարի 1-ին, երկրորդը չինական օրացույցով կախված է լուսնային օրացույցից եւ երրորդը թայի օրացույցով ապրիլի 14-ի։ Թայլանդում փիղը համարվում է սուրբ կենդանի։ Այստեղ բոլոր սպիտակ փղերը պատկանում են թագավորական ընտանիքին, իսկ յուրաքանչյուր փիղ ունի առողջության ապավագրություն եւ իհարկե թոշակ։ Բրինձը որպես մշակովի բույս Թայլանդում մշակվել է 6000 տարի առաջ եւ հիմա Թայլանդը համարվում է աշխարհում ամենամեծ արտահանողը բրինձի։ Թայլանդցիները չեն սիրում, երբ դիպչում են նրանց գլխին, քանի որ կարծում են, որ գլխում է կենտրոնացված հոգին եւ ոգին եւ դա համարվում է անհարգալի վարք։ Հետաքրքիր փաստը այն է, որ Թայլանդում այժմ 2568 թվականն է, քանի որ նրանք չեն տոնում տարիները ըստ գրիգորյան օրացույցի, այլ շարժվում են բուդդայական օրացույցով։ Եվ բուդդայական օրացույցը առաջ է մեզանից 543 տարի։ Դա համարվում է այն օրը, երբ որ Բուդդան մտավ նիրվանա։ Վերջի հետաքրքիր փաստը, որ Թայլանդում կան բազմաթիվ լողացող շուկաներ։ Դրանք այն գունավոր նավակներն են, որտեղ տեղացիները վաճառում են թարմ մրգեր, բանջարեղեններ եւ տեղական ուտեստներ։ Դե ինչ սիրելիներս, մեկնենք դեպի Փուկետ, որը համարվում է թագավորության ամենամեծ կղզին։ Այն նաև կոչվում է Ադամանյան ծովի մարգարիտ։ Սա դրախտի մի կտոր է սպիտակ ավազով, կոկոսե արմավերներով, տաք ծովով, մեղմ արևով եւ լեռների տեսարաններով։ Դե ինչ գնացինք Փուկետի հետաքրքիր տեսարժան վայրերը բացահայտելու, իսկ առաջին տեսարժան վայրը մեծ Բուդդայի արձանն է։ Այն գտնվում է Նակակետ լեռան վրա եւ ունի 45 մետր բարձրություն։ Բուդդայի արձանը այնքան մեծ է, որ քաղաքի տարբեր անկյունից նա նայում է ձեզ, բայց մի անհանգստացեք, նա համարվում է բարեկամական դիտորդ։ Եթե որոշեք հաղթահարել լեռան բարձրությունը, ոտքով պատրաստ եղեք մարզվելու եւ հիշեք, հագուստը պետք է ծածկի ուսերն ու ծնկերը։ Եթե պատահմամբ եկաք վայրի տուրիստի ոճով, վերևում ձեզ կտրվեն թեթև ծածկոցներ, որ ոչ մի սուրբ արձան չնեղանա։ Լեգենդն ասում է, որ լեռան վրա ժամանակին բնակվել է հզոր Նագա օձը եւ հետեւաբար այն համարվում է ուժի վայր, որտեղ մի ժամանակ Բուդդան ինքը կարող էր այցելել։ Այստեղ էներգիան իսկապես զարմանալի է եւ դիտահարթակին բացվող տեսարանը ստիպում է ձեզ մի փոքր կանգ առնել, վայելելու տեսարանի գեղեցկությունը, խորհելու հավերժության մասին եւ մեկ քայլ ավելի մոտ լինել հոգեվոր լուսավորությանը։ Հաջորդ մեր կանգառը Վատ Չալոնգ տաճարն է։ Փուկետում կան բազմաթիվ բուդդայական տաճարներ, բայց դրանցից ամենահայտնին Վատ Չալոնգ տաճարն է։ Այստեղ մի հետաքրքիր ավանդույթ կա։ Քո ձեռքին կարող ես կապել կարմիր թել, եթե այն պոկվի կամ մաշվի, նշանակում է քո ցանկությունը կիրականանա։ Տաճարի մոտ կան ոսկե ձկնիկներով գեղեցիկ լճակ, ինչպես նաև սրճարան եւ հուշանվերների խանութ, որտեղ հեշտ է գտնել ամենագեղեցիկ մանրուքները։ Մուտքը տաճարի ներսում անվճար է։ Հաջորդ մեր կանգառը Ֆանտազիա զբոսայգին է։ Այն մի հետաքրքիր պուրակ է, որտեղ դու կարող ես փորձել բազմազան ատրակցիոններ, տեղական հետաքրքիր ուտեստներ, նայել շոուներ եւ գնումներ կատարել։
Այստեղ տեղի ունենում մեծ թայերեն շոու, կրկեսի եւ բարերի խառնուրդ։ Շոուի ժամանակ դուք կտեսնեք ակրոբատներ, իլյուզիոնիստներ, երաժիշտներ, իսկ վերջում բեմում կհայտնվեն մի քանի տասնյակ փղեր։ Խորհուրդ կտամ շոու դիտելու ժամանակ հագնվել տաք, քանի որ ներսում բավականին ցուրտ է։ Արժեքը $60 է։ Գնացինք դեպի արկածային ուղևորություն Ջեյմս Բոնդ կղզի։ Ջեյմս Բոնդ կղզի կոտապու անվանումը թարգմանվում է որպես մեխի կամ եղունգի կղզի, քանի որ կղզու բարակ ուղղաձիգ ձևը հիշեցնում է մեխ կամ եղունգ։ Այն իսկապես անսովոր ձև ունի, բարձրությունը մոտ 20 մետր է։ Կարող եք տեսնել վերևում պտտվող արծիվների։ Երբեմն կղզու հիմքը ամրացվում է, որպեսզի այն պատահաբար չփլուզվի։ Ուղևորվենք դեպի Փուկետի ակվարիում, որտեղ ամենահետաքրքիր փորձառությունը դա շնաձկների հետ լողալն է։ Այստեղ դուք կգտնեք ավելի քան 300 տեսակի ծովային կենդանիներ, սկսած հսկա մանտա ձկներից ու հզոր շնաձկներից, մինչև ոզնիներ, աստղեր ու թոտնուկներ, մեդուզաներ ու խեցգետիններ։ Մուտքի արժեքը $35 է։ Հաջորդ մեր կանգառը Փուկետի գիշերային շուկան է։ Դե ոնց կարող եք դուք վերադառնալ Փուկետից առանց հետաքրքիր հուշանվերների։ Հաշվի առնելով էկզոտիկ ապրանքների, հագուստի զարդերի եւ այլ հետաքրքիր մանրուքների բազմազանությունը, որոնք թագավորությունը առաջարկում է զբոսաշրջիկներին, շուկան կոչվում է Naka Night Market եւ աշխատում է միայն հանգստյան օրերի 16:00-ից մինչև 22:00։ Եթե դու ուզում ես տեսնել Փուկետը բարձրունքից, այցելիր Khao Rang դիտահարթակ։ Rang Hill-ը կանաչապատ բլուր է, որտեղ գտնվում է Khao Rang դիտահարթակը, մոտավորապես 140 մետր բարձրության վրա։ Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք, ոսկե լողափեր, փիրուզագույն ծով եւ խորհրդավոր ջունգլիներ։ Այս դիտակետի առավելությունը զբոսաշրջիկների քիչ քանակն է, որի շնորհիվ ստիպված չեք լինի հերթեր կանգնել եւ լուսանկարում կտրել անծանոթ մարդկանց։ Գնացինք դեպի փղերի արգելոց։ Ինչպես նշել եմ, այստեղ փիղը համարվում է սուրբ կենդանի, բայց մի շարք խորաման գործարարներ դրանց օգտագործում են որպես զբոսաշրջային գրավչություն։ Ամեն ինչ բոլորովին այլ է փղերի արգելոցում, որտեղ այս նուրբ հսկաներին վերաբերվում են պատշաճ հարգանքով եւ խնամքով։ Փղերը ազատորեն շրջում են տարածքում, քնում, հանգստանում, խաղում, ճաշում եւ զբաղվում իրենց համար սովորական այլ գործերով։ Դուք կկարողանաք լուսանկարվել նրանց հետ եւ որ ամենալավն է կերակրել անմիջապես ձեր ձեռքերով։ Ուղևորվենք դեպի վագրերի թագավորություն։ Այս գրավիչ կենդանիների հետ շփվելու համար դուք պետք է ունենաք մի փոքր համարձակություն։ Եթե ուզում եք շոյել վագրերին, դա խնդիր չի, եթե ուզում եք զբոսնել նրանց հետ, դա նույնպես խնդիր չէ։ Ուղղակի ավելի լավ է ձեզ հետ ունենալ սպորտային կոշիկներ։ Իրականում դա ոչ այլ ինչ է, քան կատակ, քանի որ թագավորության վագրերը իրենց բավականին խաղաղ են պահում, քանի որ չեն ենթարկվում դաժան վերաբերմունքի եւ որ ամենակարևորն է, ժամանակին են սնվում։ Բացի այդ, ձեր կողքին միշտ կլինի փորձառու մասնագետ, այնպես որ գնացեք էքսկուրսիա եւ մի մոռացեք մի քանի լավ լուսանկարներ անել ձեր հիշողության համար։ Ուղևորվեցինք միասին դեպի Ֆիֆի կղզի։ Անդաման ծովի սրտում կա մի դրախտային վայր, որ տարիներ շարունակ ես երազում էի այցելել։ Սա ուղղակի էքսկուրսիա չէ դեպի A կետից մինչև B կետը։ Այստեղ դու ընկղվում ես մի աշխարհում, որտեղ անհավատալի տեսաժամ վայրեր կան, բյուրեղյա մաքուր ջրեր եւ հոյակապ մարջարային ժայռեր։ Ստեղծվում է իսկական արկածախնդրության մթնոլորտ։ Մենք սկսեցինք մեր ճանապարհորդությունը արագընթաց նավով, որը նետի պես կտրում էր ալիքները։ Շարժվելով դեպի մեր առաջին կանգառը հիասքանչ Մայաների ծովածոցը, որը Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ լողափ ֆիլմի հայտնի նկարահանման վայրն է։ Այստեղ մենք ունեցանք մի քանի կանգառներ։ Վերադառնալով Փուկետ մայրամուտի ժամանակ ես հասկացա, որ այս էքսկուրսիան ինձ համար դարձավ մի իսկական հայտնագործություն, որտեղ բնությունը դեռ պահպանում է իր անաղարտ գեղեցկությունը եւ մարդը միայն համեստ հյուր է հիացած բնության վեհությամբ։ Փուկետում կան բազմաթիվ լողափներ, սակայն ես ձեզ առանձնացրել եմ դրանցից 3 լավագույնը։ Մեր առաջին լողափը, որ ես առանձնացրել եմ, դա Պատոնգ լողափն է։ Այն համարվում է 3 կիլոմետրանոց զվարճանքների վայր։ Գտնվում է օդանավակայանից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ դու կարող ես հասնել տաքսիներով, հատուկ ճանապարհորդական ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով։ Դու կարող ես փոխել այն հայտնի ասացվածքը, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Պատոնգ։ Եթե դու զվարճանքի սիրահար ես, ապա այս լողափը հենց քո տեղն է։ Ափը լիքն է խանութներով, սրճարաններով, ռեստորաններով, սպա սրահներով եւ գիշերային ակումբներով, որտեղ երաժշտությունը ավելի բարձր է, քան քո մտքերը։ Երկրորդ մեր կանգառը Կարոն լողափն է, 3.5 կիլոմետրանոց ճռճռան ավազ եւ մաքուր ջուր։ Կարոնը գտնվում է օդանավակայանից 49 կիլոմետր հեռավորության վրա Պատոնգի եւ Կատո լողափների մեջտեղում։
Կարոնը հայտնի է նաև իր ակտիվ կյանքով, բայց այստեղ այդքան աղմկոտ չէ, որքան Պատոնգում։ Այստեղ հյուրանոցները, սրճարանները եւ ռեստորանները հարմար են ցանկացած բյուջեի համար։ Լողափի հիմնական առանձնահատկությունը ճռճռան ավազն է։ Ավազի վրա քայլելիս թարմ ձյան վրա քայլելու զգացողություն է առաջանում։ Լողափը հիանալի վայր կլինի նաև ընտանեկան հանգստի համար։ Գնանք դեպի Աոյոն Բիչ, որտեղ դու կզգաս ռոմանտիկայի մթնոլորտը։ Աոյոն Բիչը կատարյալ վայր է սիրահարների համար։ Այն գտնվում է Պանվա հրվանդանի վրա, որը գտնվում է կղզու արևելյան մասում։ Այս լողափը հիմնականում տեղական բնակչության շրջանում է հայտնի։ Չկան աղմկոտ դիսկոտեկներ, մեծ հյուրանոցներ եւ գնումների մոլեր։ Վերցրեք կոկտեյլ տեղական ռեստորանում եւ դիտեք մայրամուտ զարմանալի գեղեցկության։ Լողափը իդեալական է մեղրամսի համար։ Երևի թե արդեն քաղցած կլինեք։ Ես ձեզ համար առանձնացրել եմ մի քանի ռեստորաններ եւ սրճարաններ Փուկետում, որը հաստատ ձեզ դուր կգա։ Առաջինը Home ռեստորանն է Intercontinental Resort-ում։ Այն էլեգանտության եւ նրբագեղության Միշլենյան ռեստորան է, որը զարմացնում է իր գեղեցիկ սպասարկմամբ եւ դեկորացիայով։ Երկրորդ ռեստորանը դա Մա Դուբաս ռեստորանն է։ Սա յուրահատուկ ռեստորան է հսկայական լոտուսներով, մեկահետաքրքիր վայր ֆոտոսեսիաների համար։ Հաջորդ մեր կանգառը Բաբանեսն է, որը գտնվում է Շիպանվա հյուրանոցում։ Այստեղ ամրագրումներ պետք է անես մի քանի շաբաթ առաջ եւ վայելես քո մի բաժակ շամպայնը մայրամուտի տեսարաններով։ Եվ վերջին հետաքրքիր աշխուժ վայրը, որ առանձնացրել եմ, դա Կաֆե Դել Մարն է։ Կաֆե Դել Մար Փուկետը աշխարհահռչակ ապրանքանիշի նորաձև լողափային ակումբ է, որը Իբիցայից է։ Այն կապահովի խնջույքի մթնոլորտ Կամալա լողափի հյուսիսային մասում, հյուրերին զարմացնելով բարձրորակ միջավայրով եւ հիանալի chill out ոճի հիթերով։ Եկեք հիմա հասկանանք, թե որտեղ մնալ Փուկետում։ Առաջի հյուրանոցը, որ ձեզ համար առանձնացրել եմ, դա Շիպանվա հյուրանոցն է ռոմանտիկայի մթնոլորտով։ Այն հիմնականում ունի 1-ից 2 սենյականոց վիլլաներ, որոնք ունեն իրենց անձնական լողավազանները։ Դուք կարող եք նավակ վերցնել, գնալ ձկնորսության, հյուրանոցի տարածքում կան նաև մի քանի ռեստորաններ, նախաճաշերը շատ լավն են, տեսարանները շքեղ են, շատ պլյուսներ են նրանց համար, ովքեր սիրում են պասիվ հանգիստ եւ ցանկանում են հեռանալ աղմուկից։ Հաջորդ հյուրանոցը, որը ես առանձնացրել եմ ձեզ համար, դա Intercontinental հյուրանոցն է։ Այն գտնվում է Քամալա լողափում եւ շրջապատված է մի կողմից ջունգլիներով, իսկ մյուս կողմից Անդաման ծովի գեղեցիկ տեսարաններով։ Սենյակները հոյակապ են եւ բարձրակազմ, անձնակազմը քաղաքավարի եւ բարեկամական է, իսկ նրանց շպիտները այնքան անկեղծ են, որ անմիջապես հասկանում ես ոչ միայն քո հանգիստը, այլև նրանց սեփական հանգիստը կախված է նրանից, թե որքան երջանիկ կլինես դու։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչպես հասնենք Թայլանդ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար 2024 թվականի հուլիսի 15-ից հետո նախապես վիզա անհրաժեշտ չէ։ Վիզայի արժեքը 2000 թայլանդական բաթն է, մոտ $55։ Ժամանելիս ներկայացնում ես համապատասխան լուսանկար, երկկողմանի ավիատոմս եւ ամրագրված հյուրանոց։ Դե հիմա եկեք հասկանանք, թե ինչպես հասնել Փուկետ։ Ես ձեր համար առանձնացրել եմ 3 կարևոր ուղղություններ։ Առաջինը դա Fly Dubai ավիաընկերությունով է։ Երևանից Դուբայ 3 ժամ 10 րոպե եւ Դուբայից Փուկետ 6 ժամ 5 րոպե։ Երկրորդը դա շարժայով տարբերակն է Air Arabia ավիաընկերությունով Երևանից շարժը 2 ժամ 55 րոպե եւ շարժայից Փուկետ 6 ժամ 15 րոպե։ Եվ երրորդը իհարկե Qatar Airways-ն է Երևանից Դոհա 3 ժամ եւ Դոհայից դեպի Փուկետ 6 ժամ 25 րոպե։ Այսօրվա համար այսքանը սիրելիներս, հուսով եմ ձեզ դուր եկավ մեր վիրտուալ ճանապարհորդությունը դեպի Թայլանդ եւ նրա խորհրդավոր կղզի Փուկետ։ Հուսով եմ այս ինֆորմացիան դուք կօգտագործեք հետագայում Թայլանդ ճամփորդությունը ձեր պլանավորելիս։ Որպես շնորհակալություն սեղ 1 հավանում կոճակը բաժանորդագրվեք ալիքին եւ մեկնաբանություններում գրեք այն 3 կարևոր փաստերը, որը դուք սովորեցիք այս հաղորդման ընթացքում։ Իսկ վերջում ձեզ հիշեցնեմ, որ այն գումարը, որը դու ծախսում ես ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։